Սա մաս է կազմել 2021-26 թվականի կառավարության ծրագրի, բայց իհարկե դրա կենսագործումը մեծապես կախված էր մեր բարեփոխումների արդյունքներից եւ դրա բառ օրինակը ես ներկայացրեցի, Պաշտպան հայրենիք ծրագիրն է եւ նաեւ ժամկետային զինծառայության ներգրավող անձանց թվաքանակի ավելացումը, այն է զորակոչի, որակական եւ թվային փոփոխությունները եւ սա մի կարևոր գործոն է, որը ամբողջությամբ ծածկում է մեր հանրության կամ մասնագետների մտահոգությունը եւ ըստ էության պաշտպանության նախարարը չէր կարող նման նախաձեռնությամբ հանդես գալ առանց զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համաձայնության կամ նրանց կողմից տրված կարծիքի եւ կարող եմ նշել, որ մենք այս փուլում արդեն իմ կողմից վկայակոչված հայտերի հանրագումարով արդեն իսկ 2026 թվականի սկզբին մենք լուծել ենք 1.5 տարի հետո մեր առաջ ծառացած խնդիրը լուծելու եւ համարում եմ, որ սա ամբողջությամբ փակված է, բայց նաեւ ուզում եմ նշել, որ մենք դեռևս ունենք 1.5 տարի, որպեսզի ավելի այս համակարգը ամրապնդվի, այն է պայմանագրային զինծառայության նոր համակարգը, պրոֆեսիոնալ համակարգը, որը կծածկի այն հնարավոր բացը, որը կարող է ծագել 1.5 տարի հետո։ Շնորհակալ եմ։